Սիրելի իմ ժողովուրդ, խոսում ենք դաղցի մասին, գիտեք ինչքան առողջ չարար է, ինչքան օգտակար, ամեն տեղ կարելի ասել լեփ-լեցուն, նույնիսկ անգամ եթե գնում եք քաղաքից դուրս, կհանդիպեք ամեն օր, վերցնում ենք դաղցը, իհարկե խաղում ենք, բերում ենք տուն, լվանում ենք, վրան լցնում ենք եռման ջուր, դուք սիրում եք առավոտյան թեյ խմել, իհարկե կարելի է այս շրջանում խմել դաղցով թեյ, որովհետև գիտեք դաղցը ինչքան առողջ չարար է, ինչքան հրաշալի եւ ստամոքսի համար, եւ արյան բաղադրության համար, եւ անոթների էլաստիկության համար, էլ չեմ ասում, եթե կարողանաք, նույնիսկ օրինակ ես սիրում եմ հաց, պանիր եւ դաղց, դնում ես լավաշի մեջ, հաճույքով ուտում, ընտիր բջջանյութի հրաշքանակություն, որը շատ առողջարար է ձեր ստամոքսի համար, ունի հակավիրուսային, հակամիգրոբային, բայց նաև ասեմ, տեսեք քունջութի յուղը, սպիտակ ընտիր, տեսել եք նման յուղ, այն պետք է օգտագործել անպայման, եթե ուզում եք սրտի վիճակը շատ լավ լինել, ապա պետք է օգտագործենք շատ անանուխ, դաղց եւ անպայման նաեւ ամեն առավոտյան մեկ ճաշի գթալ սիրելիներս խմում ենք սոված վիճակով, կես ժամ հետո խմում ենք մեր թեյը կամ եթե ուտում ենք հաց անպայման թեյ չենք խմում, ապա ուտում ենք անպայման կանաչի Եթե ձու կանաչիով այս հրաշք բանջարեղենով, այս հրաշք խոտաբույսով, որը ձեր առողջությունը կվերականգնի, բացի այդ սրտի աշխատանքը կնորմալացնի, սիրելի իմ ժողովուրդ, կարող եք նույնիսկ ներառել այս ընթացքում թեյի մեջ մի փոքր, իհարկե քերում ենք կեղևը, մի փոքր կոճապղպեղ, նաև կարող եք լիմոն, մի քանի կաթիլ, այն նույնպես եւ համը կփոխի եւ ավելի համեղ կդարձնի, չեք կարող այսպես որպես թուրմ օգտագործել, ավելացրեք մեկ թեյ գթալ մեղր, մեղրը ձեր օրգանիզմը էլ ավելի կհարստացնի հանքանյութերով եւ միկրոէլեմենտներով եւ ամենակարևորը կապահովի հենց առավոտյան շուտ ձեր բարձր տրամադրությունը, չէ՞ որ քաղցրը նույնպես անհրաժեշտ է ուղեղի անոթների համար եւ նաեւ սինթեզում է սերոտոնին ֆերմենտ։ Սիրելիներս, այս ընթացքում քանի գարուն է, օգտագործեք այն ինչ որ տալիս է, նվիրում է մեզ բնությունը, չէ՞ որ բնությունը ինքը նույնպես ուզում է, որ մենք առողջ լինենք։ Սիրում եմ ձեզ։